Ջան, մի բան հարցնեմ էլի, մի քիչ դասից չի, բայց կարող է թեմային մոտ լինի, էլի։ Մгм. Այդ SAS ծրագրավորման լեզուն ինչ ա ու ինչ է իրենց ներկայացնում, կարող է իմանաք։ Ես նույնս լավ հավեսով իրանից հեռու եմ, ինչքան հանդիպել եմ, որ իրան օգտագործեմ, եղել է բանում։ Այտենց են լավ մաքուր վիճակագրական կոնտեքստում, այսինքն վիճակագրագետների համար լեզու է ահագին ու գուցե նաև ինչ-որ բիոստատիստիկայում, ինչ է տենց բժշկական տվյալների հետ առնչվող դեպքերում էլի, չեմ տեսել ինչ-որ ուրիշ կիրառություններով երբևէ օգտագործվի, բայց կարող է սխալվում եմ էլի զուտ։ Հա, եղավ, մերսի։ Մгм. Մերսի։ Ինքը էլի ոնց որ թե տենց բարձր կարգի լեզու է, այսինքն լիքը ֆունկցիաներ հրամաներ խառը կա, որ կարելի է օգտագործել Python-ի նման, էլի, որ տենց կոմպիլյատորից լավ հեռու է, էլի։ Այդա։ Ու մեկ էլ տենց մի քիչ ավելի ստանդարտ կա R լեզուն, որ էլի վիճակագրագետները տենց շատ օգտագործում են։ Այ R-ը գիտեմ, որ տենց լավ կարգին բան է ահագին։ Python-ի հետ համատել չեմ փորձի, բավականին տարբեր են ինչ-որ առումներով, բայց այտենց մաքուր վիճակագրական տարբեր բաներում R-ի էկոսիստեմը Python-ի էկոսիստեմին հաղթում է նույնիսկ։ Այդ պրոստը դեռ հետ նշումներ։ Այսօր այն բանը սենց է ժողովուրդ, տենց համատաբար ավելի թեթև դաս կանենք, որտեղ որ ինչ որ կրկին մի քանի բան, որոնք որ անհրաժեշտ է իմանանք հետագա դասերի համար, կամ ոչ թե անհրաժեշտ է, այլ կարող է պարզվի պետքական է, ուզում ենք հիմա տեղը գցենք, ինչ որ բաներ կրկնենք, որ հետո էլ հետ չնայենք, կամ ինչ որ արդեն կոնկրետ ալգորիթմներով գնանք հաջորդ դասերին ավելի շատ էլի։ Այսօր կնայենք ինչ բան է condition number կոչվածը, որը որ տենց մի հատիկ թիվ է, որը որ կարա շատ լավ նկարագրի, թե ինչքան գլխացավ կլինի մեզ օպտիմիզացիայում զուգամիտելը։ Հետո կնայենք, այսիշտ հետո եմ ասում, բայց հերթականությունը սենց չի լինելու, այսօր կնայենք, մեկ էլ տենց շատ արագ կնայենք առաջին ու երկրորդ կարգի պայմաններ, այնտեղ ուռուցիկության կամ օպտիմալության։ Մի հատ կվերիշենք քառակուսային ձևը ինչ բան է, ինչ որ չափով թեթև կիրառել խոսացել ենք, բայց մի քիչ ավելի նորմալ կասենք, թե ինչ բան են կոնտուրներ, կոնտուրների գրաֆիկը ինչ է, level curve-երը կամ մակարդակի գծեր, կոկորդագծեր, ինչ որ հազարամյա անուն են իրենցին բաները, այս արշավներ սիրողները երևի իրենց լիքը տեսել են։ Մեկ էլ որպես օրինակներ միանգամից կնայենք երկու հատ ֆունկցիա, մեկը brand-ին է կոչվում, մեկը ugly։ Իրանք տենց են ավանդական ստանդարտ ֆունկցիաներից են, որոնց վրա որ ինչ-որ օպտիմիզացիա ալգորիթմներ փորձարկվում են, շատ խունջիկ-մունջիկը տենց ահավոր դզած փչած ձևով սարքած են, որ ունենան որոշ հատկություններ, որոնց իրենց կդարձնեն հետարքիր օպտիմիզացիա ալգորիթմի փորձարկման տեսանկյունից։ Ու հա, պլանը այդքանն է։ Այսքանը որ անենք, արդեն հաջորդ դասին հանգիստ սրտով կմտնենք լրիվ gradient descent, gradient descent-ի alpha-ի հետ կապված բաներ, տուդի սուդի։ Մի քիչ ժամանակ կանցկացնենք էլի gradient descent-ում, այս մասը վստահ չեմ ինչքան շատ կանենք։ Հետո gradient descent-ին կավելացնենք մի հատ գաղափար, որը իրեն հիշողություն կտա, դրա հիմքով ալգորիթմներ, հետո գալիս ենք երկրորդ կարգի մեթոդներ, ու լավ, ու էլ շատ չասեմ, բայց հիմնականում արդեն լինելու է տենց մի հատ լեկցիա, մի հատ այդ լեկցիային եղած բանի իմպլեմենտացիա կտրվածքով։ Հետո առանց ազանցյալի բաներ մի հատ լեկցիա, հետո էվոլյուցիոն ալգորիթմներ, թիթիզ հնչում շատ դրա գործնական։ Ու տենց մի քանի հատիկ կգնանք ու օպտիմիզացիան կվերջանա, ու կգնանք արդեն հաղթես։ Ցանկացած հարց, ցանկացած նշում, ցանկացած ինչ-որ բան։ Լավ, ցույցում է, կտոնքում եմ բացի։ Դե գնացինք ժողովուրդ։ Ինչ որ չափով տենց կրկնողություն է լինելու ձեր համար, բայց ինչ որ բաներ էլ մի քիչ նոր ձևով ենք ասելու, դրա համար արժի մի հատ արագ վրաներով անցնել։ Նախ առաջինը ինչ բաներ Հեշյանը, մեր մոտ մեր Հեշյանը լինում էր մատրիցի երկրորդ կարգի ածանցյալների մատրիցներ Հեշյանը։ Իրեն նաև կարող ասենք, որ ինքը գրադիենտի Յակոբյանն է, գրադիենտի գրադիենտ էլ է, մի քիչ կոպիտ ասած, լիքը հայկական մատրիցներ ունենք, ու մի հատ օրինակ եթե նայենք ու հետո իրան էլ նայենք,
եթե վերցնենք օրինակ սինուս x1 անգամ կոսինուս 2x2-ը, իր հեշանը կլինի 2 անգամ ըստ x1-ի ածանցեցինք, մի հատ x1-ով x2-ով, քանի որ երկրորդ կարգի սմութա ողոր կա, այսինքն 2 անգամ ածանցելի դիֆերենցիալի է, սա սիմետրիկ է մեր մոտ լինելու է, x1-ով x2-ով ածանցել թե x2 x1-ով նույն բանն է մեզ տալու, այս էլ x2 x2-ով է։ Հիմա եթե սրա մեջ բռնենք նայենք ինչ-որ կոնկրետ կետ, օրինակի համար ստեղ մինուս պիկես 0 կետը նայենք։ Հետարքիր է այս մեր հեշյան մատրիցի ունեցած արժեքները, ստեղ որ տեղադրենք, լինելու են ուղղակի ստեղ մի խոսքով լավ, ստեղ մինուս 4 անգամ մինուս 1 է լինում, ստեղ մինուս 1 անգամ 1 է, մինուս 1 է լինում ոնց որ մի խոսքով 1 0 0 4 այս է լինելու։ Հիմա հետարքիր է այս մատրիցը մեզ ինչ է պատմում։ Այս մատրիցից նախ կարանք հաշվենք իր սեփական արժեքները, չէ՞։ Սեփական արժեքները ստեղ ասելու ենք 1 մինուս լյամդա 0 0 4 մինուս լյամդա, սրա որոշիչը որտեղ է 0, անկյունագծային մատրիցի համար շատ հեշտ է։ Նրանք ասենք 4-ը ու 1-ը իր սեփական արժեքներն են։ Սեփական վեկտորներն էլ եթե հաշվենք, լինելու են ուղղակի 0-ն ու 1-ը։ Հիմա ժողովուրդ, այս սեփական վեկտորներ, սեփական արժեքներ իրականում ահա որ հետարքիր բան են մեզ պատմում բանի մասին, այս մեր ֆունկցիայի մասին։ Այս մեր այս ֆունկցիանը, իրանք իրականում պատմում են, թե կոնկրետ կետի համար ֆիքսել ենք, այս կետից ինչ ուղղությամբ է ամենակտրուկը աճում ֆունկցիան ու ինչ գնովությամբ ամենադանդաղը աճում։ Աճում ասելս այս շատ ոնց որ կորանում ավելի շուտ ասենք, էլի իրանք curvature-ի մասին են մեզ պատմում։ Այստեղ որ նայենք, այս մեր այս ֆունկցիանը, այստեղ այդ մակարդակի գիծ գծվածն է նշած, կոչվածն է գծած, որ դեռ չենք անցել, բայց այս կետը եթե վերցնենք, այնինք այս կետը, ինքը մեզ ցույց է տալու sense երկու հատ էլիպսների ուղղություններ։ Եթե ուղղակի այսպես մի հատ կոնկրետ կտոր ուղղակի նայեմ այս ֆունկցիայի, այստեղ ինքը ասելու է, որ այս ուղղությամբ գնաս, ամենակտրուկը կաճի ֆունկցիա։ Այս ուղղությամբ գնաս, ամենադանդաղը կաճի։ Աճել ասելս կկորացվի ավելի շուտ, էլի ոչ թե կաճի։ Այս սլը ուղղակի մտքում պահեք, որ մատրիցի սեփական վեկտորները ցույց են տալիս իր ամենակտրուկ, ամենամեծ կորություն ու ամենափոքր կորություն ունենալու ուղիները։ Ու սեփական արժեքներն էլ ցույց են տալիս ինչքան շատ է քիչ է։ Սրան հələ դեռ կանդրադառնանք։ Այսա ուղղակի կգանք նաև խոսանք, թե սա քառակուսային ձևերի հետ ոնց կարող կապենք։ Ու հետո գանք արդեն խոսանք սեփական արժեքների հարաբերության մասին, այդ մեր այդ condition number-ն է հենց լինելու, որը որ եթե 1 է, sense իզոլական պարաբոլա լինելու, սա հրաշք է ուղղակի օպտիմիզացնելը, եթե ինչ-որ մեծ թիվ է, ուրեմն այսինքն ինչ-որ շատ անկապ բան ունենք, մի ուղղությամբ շատ կտրուկ է ինքը կորանում, մյուս ուղղությամբ շատ դանդաղ է կորանում, ու դե արի բռնի իրան օպտիմիզացում։ Նայց հա, այս ոնց որ ուղղակի բաներ, սպոյլերներ թեթև էլի, հեսա ես ամեն ինչին կգանք։ Մինչև իրանց գալը, բայց մի հատ քառակուսային ձևերի վրայով անցնենք ու մի երկու բան հավելյալ նշենք։ Դե քառակուսային ֆունկցիան միաչափ դեպքում մեր մոտ ուղղակի ասենք ինչ-որ ax քառակուսի գոհաց bx + c-ն է, այն նշանը ցույց է տալու այդ ֆունկցիայի ուռուցիկություն կորությունը, որտեղ երկրորդ կարգի հաճանցյալ ենք վերցնում։ Առաջի կարգի հաճանցյալը մեր մոտ ուղղակի 2ax + b-ն է, երկրորդ կարգինը 2 անգամ a-ն է լինելու, ու դրա համար այն նշանը արդեն ուռուցիկություն գոհարություն որոշում է։ Հիմա գնանք երկչափին այս ամեն ինչով։ Հա, այ դրական բացական որոշումը, անալիտիկորեն մինիմումի կետը գիտենք -b բաժանած 2a-ն է, հաճանցյալը ուղղակի 0-ի ենք հավասարացնում ու c։ Գնանք բարձրաչափ։ Դե ոնց որ ունենք մի հատ քառակուսային էլեմենտ, մի հատ ուղղակի բան մի անդամ էլեմենտ, մի հատ էլ ազատ անդամ ունենք։ Այստեղ դա ազատ անդամն մեր մոտ նույնն է մնալու, այս
քառակուսայինը սորական ազատը արդեն պետք է վեկտորի հետ միասին գա բազմապատկվի, իսկ այս քառակուսայինի համար էլ էս x-ի քառակուսի է պետք լինելու մեզ ինչ-որ ձև, իրենք ասենք x տրանսպոզ x, ու նույն ձև ոնց ասենք ստեղ a, b, c պետք է դնեինք, ասենք 0 բերեմ։ Այս ան մեր մոտ արդեն, քանի որ x տրանսպոզ x ունենք ստեղ, պետք է լինի մատրից, որ ասենք n-ի, ներողություն, մեկը n-ի ունենք, մի հատ վերցնենք հաջորդը n-ի, մի հատ էլ n-ը մեկի, արդյունքը գա տա մեզ մեկը մեկի, որ ստանանք ուղղակի ինչ-որ թիվ։ Սա մեր քառակուսային ձևն է, սրանք անալիզից Ապիկյանի հետ արել են։ Ահա, խոսանք մի քիչ իր հետ կապված հավես բաներից։ Նախ առաջինը, օպտիմում անելուց մենք միշտ ենթադրելու ենք, որ այս ան որ կա, ինքը սիմետրիկ է։ Ոնց որ ով ասեց, որ այս ան պետք է պարտադիր սիմետրիկ լինի, չէ՞։ Հա, պարտադիր չի, բայց բանն նրանում է, որ ոչ մի ընդհանրություն չենք կորցնում, եթե ենթադրում ենք սա տեղի ունի, ինչի, որովհետև եթե սիմետրիկ չի, այս ան չսիմետրիկ է։ Կարող ենք գտնենք մի հատ ինչ-որ a գլխարկ, որը որ լրիվ հավասար կլինի իր քառակուսային ձևերը լրիվ նույնը կլինի։ Ոնց ենք սա անում։ Նախ որպես առաջիկա էլ անում ենք տենց շատ սիրելի գործողություն, որ մի բան գումարում հանում ենք ուղղակի։ Այստեղ այս դեպքում գումարում ենք a տրանսպոզը ու մի հատ էլ հանում ենք a տրանսպոզը։ Ուզում ենք ունենալ մի հատ էլեմենտ a գումարած a տրանսպոզ, մի հատ a մինուս a տրանսպոզ։ Այստեղ 1/2-ով ենք վերցնում, որպեսզի տեսարանք կգան իրար կսպանեն իհարկե պլյուս մինուսով, բայց ուզում ենք չխանգարենք բանին։ Չխանգարենք նրան, որ այստեղ չստացվի 2 անգամ a, դրա համար 1/2-ով ենք վերցնում։ Հիմա, դե այս մեր քառակուսային ձևն է, ասել ենք x տրանսպոզ ax-ն է։ Եկեք հասկանանք այստեղ ինչ է տեղանում։ Նախ էս a գումարած a տրանսպոզը ինքը արդեն լինելու է սիմետրիկ մատրիքս, չէ՞։ Եկեք մի հատ երկչափի համար պատկերացնենք սա ինչ է նշանակում։ Մենք ասում ենք ABCD-ին գումարի AC, ներողություն, ABCD, այսպես։ Տողերսյուններ փոխեցին։ Հիմա այստեղ ոնց որ եթե միտեղ գրած էր երրորդ տող չորրորդությունում մի բան էր գրած, իրան ավելացրեցինք չորրորդ տող երրորդությունում գրվածը, չորրորդ տող երրորդությունում գրվածին է ավելացրեցինք երրորդ տող չորրորդությունում գրվածը, այսինքն արդյունքում այստեղ էս անկյունագծից դուրս ամեն ինչ մեջ միտեղ լինելու է c գումարած b, միտեղ լինելու է b գումարած c, չէ՞։ Անկյունագիծն էլ ուղղակի երկու անգամ մեծանալու։ Այս մեր մոտ եղավ սիմետրիկ։ Եթե հանենք իրարից, այստեղ ունենալու ենք ուղղակի, եթե այստեղ նայենք այս նույնը հանածով, եկեք մի հատ նոր գույն վերցնեմ։ Այս նույնը հանածով, ունենալու ենք այստեղ 0 0, այստեղ c մինուս b, այստեղ b մինուս c։ Այստեղ էլ լինելու էր, որ եթե սրան անուն դնենք ինչ-որ լավ b-ն հավասար լինելու ոչ թե b տրանսպոզի, այլ մի հատ մինուսով տրանսպոզի։ Սրան էլ անվանում են անտիսիմետրիկ։ Հիմա ունենք մի հատ սիմետրիկ մատրիցը, մի հատ ունենք այս անտիսիմետրիկ մատրիցը։ Եկեք մի հատ դիտարկենք, տնանք այստեղ ինչա կատարվում ընդհանրապես։ Եթե նայենք այս մեր մոտ x տրանսպոզ a հանած at x-ը, իսկ նույն ինքը x տրանսպոզ a 2 գլխարկ x-ն ենք նայում։ Սա կարանք բացված երկու մասով գրենք, երկու էլեմենտով, չէ՞։ x տրանսպոզ ax, x տրանսպոզ at x։ Հիմա սա մեր մոտ թիվ է, չէ՞։ Դե թվի տրանսպոզն էլ նույն ինքն է։ Դրա համար եկեք սրա փոխարեն ուղղակի վերցնեմ սրա տրանսպոզը, էլի։ Զուտ մի հատ տրանսպոզացնեմ։ Արդյունքը եղավ են, որ այստեղ ունեմ x տրանսպոզ ax մինուս այստեղ x տրանսպոզ a տրանսպոզ t-ը։ Տրանսպոզացնում ենք, ունենում ենք այս, արդյունքը ուղղակի 0 է տալիս։ Այսինքն այստեղից սա կարամ ուղղակի բռնեմ, գցեմ մի կողմ ու կունենամ, որ qx-ը հավասար է այստեղ 1/2 x տրանսպոզ 1/2 x տրանսպոզ a գլխարկ 1 x, դե սա էլ նույնն է ինչ, բանի, այս էլ կարենք ասենք, որ ուղղակի քառակուսային ձևն է, այս a1 տրանսպոզ ու կես ասենք, որ այս երկուսը իրար հետ ուտեն, այսպես բան ենք չէ ստանում, այսքան ստացանք այս
QX-ը մի հատ ուրիշ մատրիցի քառակուսային ձև է, այս Q գլխարկով ան, որտեղ որ սա X տրանսպոզ AX-ն է, որտեղ մեր A ներողություն, A գլխարկ, A ալիք, որտեղ A ալիքը սկզբնականի կեսն է։ Ուղղակի այդ 1/3 հարցը որ լուծենք։ Կարող է արագ ժողովուրդ, էս օքեյ էր։ Իդեան կարճ ասած այն է, որ եթե ինձ ոչ սիմետրիկ A տաս, ես կբռնեմ այդ A-ին կգումարեմ իր տրանսպոնացվածը կկիսեմ ու դրա հետ գործ կանեմ, քառակուսային ձևը չի տարբերվի, ստացվում է, եթե դու ինձ տաս չսիմետրիկ, ես իրան շատ հեշտ կփոխարինեմ սիմետրիկով։ Դե ուրեմն եկեք ուղղակի միշտ ենթադրենք, որ մեր այդ անսիմետրիկ է։ օքեյ էր։ Այդ լավ մտածեք, նորմալ էր ամեն ինչ։ Նա շատ լավ է։ Այս ինձ կյանքը հեշտացնող բան է, որ մեր մոտ սա քառակուս բան է, սիմետրիկա։ Մի հատ արագ եթե խոսանք նաև այս մեր X տրանսպոզ AX գումարած B տրանսպոզ X գումարած C-ի գրադիենտի մասին, նեղություն ստեղ արդեն անորպես վերցնում եմ այս AB գումարած ան։ Ինքը մեր մոտ 2AX գումարած B-ն է, շատ նման նրան, թե ինչ տեղ ուներ բանում միաչափում ուղղությամբ ածանցիալներ կարանք հաշվենք, որ ուղղակի վերցնում ենք սորական գրադիենտ, անգամ այդ ուղղությունը մեր մոտ, իսկ իր երկրորդ կարգի ածանցիալ լինելու է 2 մեծատառ ան արդեն։ Այն ժամանակ 2a էր, ագործակիցը մեր մոտ AX քառակուսի գումարած BX-ին է, մենա 2 անգամ ան-ը ու կրկին կարանք ուղղությամբ հաշվենք, ստեղ շղթայի օրենքը մի հատ կիրառվում, դետալները այդքան շատ կարևոր չեն, դեռ ստանում ենք կոնկրետ ուղղությամբ հետևյալ բանաձևն է, ոնց որ հաշի քառակուսային ձևը լինի։ Ստեղ ինչ որ ցանկացած հարց ժողովուրդ։ Ընտրեմ։ Այջան, այդ մասը մի հատ էլ կասեք, այդ գրադիենտը ոնց հաշվեց, այդ գրադիենտ QX, այս մասը ոնց ստացանք։ Հա, ստեղ իրականում այդ բարձրաչափի ածանցիալ շատ բան չեն կարել, բայց ուղղակի ոնց որ եկեք մի հատ ուրիշ սլայդ բացեմ ստեղ։ Մի վարքյան։ Հա, այսինքն հիմա կտորի։ Давай. Աստեղ ուղղակի բանից ենք օգտվում մատրիցային ներողություն ածանցիալի բանաձևեր ենք օգտագործում բարձրաչափի համար ու ոնց ասենք AX-ի ածանցիալը հաշվում ենք, որ ան-ը նման կերպով նման բան է մեր մոտ տեղի ունենող ուղղակի բարձրաչափի համար չեմ հիշում ապրիկյանի հետ վեկտորային արել ենք կամ գործնական բարձրաչափ ածանցիալ հաշվել ենք իրար հետ ոնց որ թե չէ բայց ուզում ասեմ որ միաչափից բարձրաչափի գնալուն տենց լիքը ածանցիալի հետ կապված օրենքներ նույն ձև հանգիստ պահպանվում են օրինակ համար եթե կոնստանտ ունենք կոնստանտի ածանցիալը 0 է լինում ուղղակի վեկտորական 0 եթե ունենք ինչ-որ AY գումարած Z, իր ածանցիալը լինում է A անգամ ածանցիալ ըստ Y-ի գումարած ածանցիալ ըստ Z-ի։ Շղթայի օրենքը ունենք նույն ձև, ներողություն, արտադրյալի օրենքը ունենք, որ ածանցիալ FJ-ի FJ-ն նույնն է ինչ F անգամ ածանցիալ J, ուղղակի ստեղ մասնակի ամեն ինչ դառնում էլի։ Բայց մեր սովորական հատկություններն է էլի ուղղակի Ուսենք BX-ի գրադիենտը ըստ Y-ի հավասար է այտենց X տրանսպոզ AX BX plus C-ի գրադիենտը հաշվենք ըստ X-ի ստեղ մեր մոտ տալու էր C-ն ուղղակի զրոյացավ գնաց, ստեղ լինելու էր B, ստեղ լինելու էր 2AX
հետո սրա գրադիենտը, եթե մի հատ էլ հաշվենք, ստեղ մեր մոտ էս b-ներ վերանալու, ստեղ ունենալու ենք 2ax, ստանալու էր 2a, այսինքն ուղղակի process է գնում, էլի։ Ես մի քիչ շփթփով գրեցի, բայց իդեալը դա է, էլի։ Հա, եղավ լավ, մերսի։ Շատ բարի, շատ բարի։ Ստեղ մեր մոտ եթե an լինի full rank, այսինքն գծորեն կախված դետերմինանտը 0 չլինի, գծորեն կախված չլինի, իր տողերություններ բանման եւ այլն, կարանք տարբեր ձև ասենք։ Կարանք կրկին ստեղ իր գրադիենտը 0-ի հավասարացնենք ու ստանանք, որ օպտիմումի կետը գտնվում է, ստեղ արդեն լինելու է մեր մոտ 2ax + b-ն պետք է հավասար լինի 0, 2ax-ը հավասար լինի -b, 2-ով բաժանենք ax-ը հավասար լինի -b 1/2, ուղղակի մի հատ ձախից i հակադարձով բազմապատկում, այս բանձավը կստանանք, շատ նման նրան, ոնց ասում ենք -b բաժանած 2i-ով գտնում ենք բանը, մինիմումը։ Կներեք, այս սլայդը տեղադրել եք։ Ինձ թվում է արդեն կայքում կա, հա, ամեն ինչ ոնց որ միշտ ամեն ինչ, այդ շներողություն կայքում չէ, բայց GitHub-ում ես ոնց որ գործ եմ անում, միանգամից GitHub-ի մեջ եմ գործ անում, այսինքն հիմնականում երբ ձեզ ցույց եմ տալիս ինչ-որ բան, կամ դասի ավարտին, կամ դասից առաջ արդեն կա, այս մեկը, մենակ ստեղ գայս ենք մաթեմ, լեկցիաներ, ու գնացել եմ առանձին պակաս օպտիմիզացիա, այստեղ այս 02 prereqs.pdf-ն է։ Բայց կայքում դեռ չեմ ավելացրել։ Կայքում որպես 09 ոնց որ թե վերքեն, ոնցվի։ Այստեղ, հա, 08, 09-ը դեռ չկա, կայքը չեմ թողնացրել։ 09-ում կլինի արդեն նյութերը։ Մի քիչ խոսանք այս քառակուսային ձևերից, ու իրենց մի քիչ ավելի շատ կապենք ուռուցիկության գաղափարի հետ։ Դե ժողովուրդ, եթե ունենք ստեղ ուղղակի այսա, ու այս qx-ը մեր մոտ միշտ մեծ հավասար է 0-ից կամ փոքր հավասար 0-ից, քառակուսային ձևը դրական, բացասական, այստեղ գայս ենք այդ մատրիցի դրական որոշյալ, բացասական որոշյալ այդ գաղափարներին, չէ՞, այս բանի դեպքում անալիզից մեր նայածը։ Հիմա դրանք այսօր որպես տենց հատկություններ ավելի շատ ձևակերպելու ենք, ու այս մեր քառակուսային ձևի ուռուցիկ գոքավոր լինելը կախված է լինելու այս մեր ստեղ ոնց որ հեշյանն ենք նայելու մենք, մեր այս հեշյանի դրական որոշյալ, անորոշ լինելուց, չէ՞։ Իսկ այդտեղ մենք ունենք մի հատ հատկություն, որ դա էլ կախված է սեփական արժեքների հատկությունների, նշաններից, չէ՞։ Սեփական արժեքների։ Եթե բոլոր սեփական արժեքները դրական էին ու խիստ մեծ էին 0-ից, ասում էինք ինքը խիստ ուռուցիկ է, եթե բոլորը դրական էին, բայց կարային 0-եր լինեին, դեռ ասում էինք բանա, անիչա, դրական որոշյալ է, բայց ոչ խիստ դրական որոշյալ, ուռուցիկ է կամ էլ ոչ խիստ ուռուցիկ։ Այդ ամեն ինչ մի քիչ չեմ ուզում շատ կրկնվեմ, բայց մի հատ օրինակ եթե ուղղակի նայենք, եթե ունենք օրինակ այս մեր an, իր հեշյանը լինում է 2 անգամ a, սա քառակուսային ձևի այդ գործակիցն է ուղղակի, էլի։ Գործակից ասելս քառակուսային էլեմենտի գործակիցը։ Այս մատրիցը հետաքրքիր կլինի մի հատ eigen decomposition անել իրան, սեփական վեկտորներով վերլուծել, այսինքն նայել, որ լինի մատրից սեփական վեկտորներից, հետո սեփական արժեքների մատրիցը, հետո սեփական վեկտորների մատրիցի հակադարձը, այսինքն մի հատ տեսք է ունենալու սա, ու եթե այս սեփական արժեքները այս սրան համապատասխանով քառակուսային ձևը գծեինք, ինքը ունենալու էր այսինքն մի հատ տեսք, այսինքն կնորմա, այստեղ այս կետերը սենց կպած են, էլի, հոպ, այսինքն սենց օվալ է լինելու, մի քիչ ավելի ձգած ու պտտած։ Հիմա սեփական արժեք սեփական վեկտորները մեզ ինչ են պատմելու, իրականում այս սեփական վեկտորները պատվելու են այս օվալի այդ գլխավոր առանցքները, թե ոնց պետք է բռնենք, կառուցենք այս օվալը, այս սրանք։ Նույն ինքը էսեն է, եթե բռնենք, ձգենք այս մատրիցը, որոնք են, որ ուղղություն չեն փոխելու, բռնենք, ձգենք տարածությունը։
Ու սեփական արժեքներն են ցույց են տալու, թե ինչքան ավելի տենց այս օվալի գծերը, սրանք հեսա հաջորդ քայլով կնայենք սրանց անունը ինչա, ինչքան ավելի իրար քիփ են։ Իսկ սրանք ինչքան ավելի քիփ, այդ էսա նշանակելով, որ այնքան ավելի կտրուկ է փոփոխություններ արվում։ Ոնց որ զգայունությունը մի փոքր փոփոխություն, ասենք, ստեղից ստեղ որ գնանք, ֆունկցիան ինչքան արագ կփոխվի։ Հեսա գանք մի հատ այդ ամեն ինչը նայենք։ Որպես մի հատ կարճ նշում, միջև նայելը, եթե ֆիքսենք սեփական արժեքներից ամենամեծը, լյամդա մաքսը, այդ դեպքում մոտ 6-ն է։ Ինքը ցույց է տալիս այն ուղղությունը, որտեղ որ ամենակտրուկ կորությունն է ստանում մեր գրաֆիկը։ Իսկ ամենափոքր սեփական վեկտոր սեփական արժեքները հակառակը ամենադանդաղ կորացողն է ցույց տալիս։ Այստեղ ապացույց կա, որը չենք նայի, ու նաև ապացույց կա, որ այս կոնտուրի գծերը բանն, էլիպսներ են, այդ էլ չենք նայի։ Այդպես չենք նայի ասելս, ոնց որ ժամանակ չենք տրամադրի, եթե կուզեք սլայդերով նայեք, եթե հարց լինի, համեցեք, այդ իմաստով ավելի շուտ։ Ուհա, հիմա, եթե բոլոր սեփական արժեքները դրական են, ինչ որ կետում, այդ նշանակելու է, որ ամեն ուղղությամբ ինքը սենց դրական կորանալու է, ու նշանակելու է, որ լոկալ մինիմումը։ Եթե բոլոր սեփական արժեքները բացասական են, նշանակելու է, որ հակառակ ուղղությամբ է կորանալու ուղղակի, գոքավոր է, սենց ասած։ Ու եթե խառախշտիկ են, նշանակելու է, որ բանը չգիտենք, ուղղակի saddle point կոչվածն է։ Եթե ստեղ էլ գրադիենտը զրելն էր, կասենք ստացիոնար կետը, բայց չէ, դրանից ավել ոչ մի բան չգիտենք։ Ու քանի որ այդ սեփական արժեքների դրական բացականը համապատասխանում է դրական որոշյալ կիսավորոշ բանման, կիսավորոշյալը positive semi-definite, positive definite, negative տտտա եւ այլն, ստանում ենք տենց սիրուն հատկություն։ Նշում եմ։ Երևի պատահականը, չէ, դժվար։ Մեկ է ժողովուրդ, մի հատ նշում, որ դրական որոշյալ, ես էլ շատ վստահ չեմ լեկցիայում ոնց ենք արդեն հանդիպել, ամենայն հավանականությամբ նշվել է, բայց մի հատ նավսեկի մի հատ էլ ասեմ, որ խիստ դրական որոշյալ, բացական որոշյալ բաման է, ոնց որ 0-ից մեծ լինելու փոխարեն այսպես նշան ենք դնում։ Սա խիստ դրական որոշյալն է, սա ներողություն դրական որոշյալն է, սա դրական կիսավորոշյալն է, semi-definite-ը։ Ու համապատասխանաբար սրանք ունենք ու մեկ էլ indefinite-ին ոնց որ թե ոնց ենք նշանակում, մոռացա։ Այսինքն ինչ որ չեմ մտքից թռավ ոնց ենք indefinite-ը նշանակում։ Բայց TT-ս փոքր մեծին նման մի հատ բան է լինում։ Ժողովուրդ, եկեք հիմա տեսնենք, թե սեփական ամենամեծ արժեքի ու ամենափոքր արժեքի հարաբերությունը ինչա ասում մեզ ֆունկցիայի մասին։ Իրեն անվանում են condition number, ստեղ օրինակ սա իդեալականն է, որտեղ որ բան ունենք, սիրուն գնում է ամեն ինչ, սա սիմետրիկ է, արեսյանց հարաբերությունը 1 է, սա ֆանտաստիկ է, ստեղ մի քիչ ծռված է, օվալները մի քիչ ավելի սենց են, իստեղ խայտառակ ծռված է, նույնիսկ սենց չենք էլ տեսնում, որ այս բաները կպնեն իրար։ Բայց լավ, գնանք արդեն այս օդի մեջ խոսացածները մի քիչ տեղեկցենք, սկսելով նրանից, թե այս ինչ գրաֆիկ ենք մենք ընդհանրապես տեսնում, այդ մակարդակի գծերը ինչ բան են։ Գնացինք։ Այդտեղ մի բան հարցնեմ էլի։ Ինչա՞։ Այդ առաջինը կնշանակի, որ բոլոր սեփական արժեքները նույն թվերն են։ Այս առաջինը, որ սենց ոնց որ ձգած չի ոչ մի ուղղությամբ, ավելի շատ ասում են նրա մասին, որ այդ երկշապում հա, դա է նշանակում ու եթե իդեալական կլոր է, բայց ընդհանուր ոնց որ այստեղ խոսքը միշտ մենակ երկու սեփական արժեք ենք նայում, ամենամեծը ու ամենափոքրը։ Երկուսի դեպքում ոնց որ մեկը մեկն է, մյուսը մյուսն է, էլի։ Okay, կամ էլ ինչ որ ցանկացած հարց։ Բայց եթե ստացվում է, որ այդ երկուսը պետք է իրանց հարաբերությունները մեկ է, այսինքն ամենամեծն ու ամենափոքրը իրար հավասար են, ուրեմն ընդհանուր բոլորն իրար հավասար են, չէ՞, կդառնա թե չէ։ Հա, եթե condition number-ը լինի 1,
ու բարձրաչափի դեպքում ենք։ Ուրեմն հա, այդ ճիշտ նշում է, ամենամեծ ամենափոքր իրար հավասար են, սաղ արանքը իրար էլի հավասար են։ Հա, всё, եղավ։ Դες մերսի։ Էլի ինչ էր ցանկացած ժողովուրդ։ Ներա։ Մի հատ հասկանանք ստեղ ինչին ենք նայում մենք։ Ստեղ եթե ունենք ինչ-որ գրաֆիկ, սա օրինակ x քառակուսի գումարած 2y քառակուսին է։ Ու չենք ուզում եռաչափով բանենք, ուզում ենք մի ձև իրան երկչափով պատկերենք։ Ասենք ստեղ կարամ նայեմ, տեսնեմ, օքեյ, մեկ արժեքն է, մեկը ստերանք է ընդունում բանման, պատտեմ հասկանամ, բայց ինձ եթե հետաքրքիր լինի կոնկրետ x-y-ի ինչ արժեքների դեպքում է 1 հավասարվում ֆունկցիան, երբ 2, երբ 3 եւ այլն, ինձ ոնց որ պետք է գալու sense բռնել ու իրան sense իրա տարբեր անգլերենով slice, հայերենով ոնց որ դիսկեր շպրտել, կտրել իրան տարբեր կետերով։ Այսինքն օրինակ այս իմ դիսկն է, սա x-y-ին զուգահեռ ուղղակի մի հատ բան, հարթություն եմ տանում։ Ու իրան գալիս եմ նայում եմ, օպ 0.5 արժեքը որտեղ է ընդունվում։ Այսինքն սա եկա տեղադրեցի 0.5 կետի վրա ու նայեցի x-y-ը ինչ է հավասար, որտեղ որ նայեցի այն կետերի բազմությունը, որտեղ f(x)y-ը հավասար է 0.5։ Հետո սա փոխեցի, ուրիշ բանով, էլի փոխեցի, այսինքն փոխելով գնալով ստանում ենք մեր բանը։ Սրան անվանում են այդ մեր կոնտուր պլոտը։ Կորա բանը։ Давай։ Զում եմ անում կորում է, ներողություն, մի հատ էլ։ Դուշնա մի հատ զում չանեմ, թե չխնդալու կլինի արդեն։ Այս սրան նայելով, իրականում այս գրաֆիկին էլ նայելով, օվալներով զգում ենք, որ ինչ-որ յուրահատուկ ուղղություն է, չէ՞, այս մեր մոտ 0-1-ը, դեպի այստեղը։ Նույնն էլ էս 1-0-ն է, յուրահատուկ ուղղություն։ Այս ուղղությամբ փոփոխությունները որ նայենք, միտեղ ամենակտրուկն են, միտեղ ամենադանդաղն են, արանքում էլ ինչ-որ տենց ավելի միջինոտ է։ Իր փոփոխության արագությունը կամ կորանալու արագությունը։ Ու նաև ըստ նրա թե ինչքան ավելի քիփ են, ավելի իրար մոտիկ են դառնում այս կոնտուրի գծերը, այդ նշանակում է, որ այս c-ի արժեքը մեծացնելուց մենք -3-ից ներողություն 3-ից 4 արժեք հասնելու համար շատ ավելի քիչ է պետք x-y-ի մեջ տեղափոխվել, այսինքն գնալով էլ ավելի արագ ամեն ինչ աճում։ Դա որտեղ քառակուսային է ստեղ մեր մոտ։ Խի ասում արշավականները սա կսիրեն, օրինակ սարբարձանոց որ նայում եք, գրաֆիկը նայում եք, այսինքն մի հատ ինչ-որ բան է լինում, չէ՞, որտեղ որ sense տարբեր գծերով ցույց է տալիս այդ բարձրության կետերը, ասենք այս մուգ գիծը բոլոր կետերն է, որտեղ 900 է բարձրությունը, ներքևինը 800 բարձրություն ունեցողն է։ Այստեղ էս սրանց նայելով արդեն տեսնում ենք, որ այստեղ եթե նույն բարձրությունն է, այսինքն ուրեմն այստեղ գալիս ենք ինչ-որ փոճուր գագաթա։ Այստեղ մի հատ ուրիշ է գալիս, այստեղ երևի մի հատ երկրորդ գագաթ ունենք։ Ու գույնը այդ ամեն ինչին օգնում է հասկանալ, թե լավ, իսկ այստեղ գույն չկա իհարկե, այն բանի օրինակներում կար։ Գույնն էլ օգնում է հասկանալ հենց սխալ բան բացեցի, ուրեմն ես գույնը օգնում է հասկանալ, թե ինչն է բարձր, ինչն է ցածր։ Այստեղ ինչքան մուգ, այդքան ցածր է կետը։ Գնալով այստեղ վառանում է, ավելի ուժեղ արժեքներ են ստացվում։ Նեցա, ես որպես տենց կարճ կոնտուր գծերի մասին, հեսա կոնկրետ օրինակներով համ կծանոթանանք տազա ֆունկցիաների, համ կնայենք արդեն կփորձենք կարդալ իրանց բաները, կոնտուր պլոտերը։ Առաջի ֆունկցիան, որին կծանոթանանք ու հետագայում կօգտագործենք, դա ակլիի ֆունկցիան է։ Ակլին ունի միաչափ, երկչափ ֆունկցիաների դեպքեր, բանաձևը սենց է, շատ կարևոր չի իր դետալները հետ, ինքը տենց լավ արհեստական սարքած ֆունկցիա է, որ ունենա մոտավորապես այսպես տեսք, միաչափի դեպքում այսպես մի հատ բան։ Ու ինքը գնալով այստեղ բանձի մեջ մեր մոտ -20 0.5 բան, բայց սրանք պարամետրեր են։ Կարանք նայենք, թե ինչքան կտրուկ ենք ուզում այսպես մինի գլորվել բանները լինի։ Սա ոնց որ իսկական մարտահրավեր է օպտիմիզացիայի ալգորիթմի համար, որտեղ sense 1000-ը մի հատ լոկալ մինիմում ունի, ուղղությունը պետք է ճիշտ բռնացնես, բայց պետք է զգուշ լինես, ուղղությունը բռնացնելը հեշտ է ավելի ճիշտ։ Այստեղ հստակ իջնում է, հետո հստակ աճում։ Ուղղակի զիգզագերով է գնում։ Ու դրա համար հետարքիր է իրան Իր երկչափով ոնց որ նույն բանը լինելու է մի հատ էլ են առանցքով արած,
Այսպես մի հատ տեսք ունի իր երկչափը, հոպ, գրանձիոզ գեղեցիկ ֆունկցիա է։ Ու իր մակարդակի գիծն էլ լինելու է, օրինակ, ֆիքսում եմ այս z-ը հավասար է 7-ը, նայում եմ, որ կետերում է 7 ընդունում ֆունկցիան արժեք։ Ինքը այսպես մի հատ ինչ-որ, չգիտեմ էլ ինչ անուն ասեմ սրան, բայց այսպես հետարքիր պատկեր է տալու։ Հոպ, տեսնում ենք լիքը տարբեր կետեր կա իրարից առանձնացված, որտեղ որ նույն արժեքը ընդունում է։ Իրա կոնտուր պլոտը որ նայենք, այսպես հետարքիր բան է տալիս։ 4 արժեքը ինքը ընդունում է այս եզրագծով։ Այստեղ մինիմումին ենք եկել մոտեցել, այդքան շատ բան չի անում։ Այս արանքում բայց էլի գծեր կա, որտեղ որ նույն արժեքն է ընդունում։ Այստեղ ինչքան դեղին անում է, այդքան ավելի մեծ արժեքներ է ընդունում, որտեղ գնում էր դեպի դուրս մեծանալով գնում, չէ՞, ոնց որ պարաբոլոիդը բռնենք, ինչ որ մեջը տարբեր sense չագուչով խփենք, ինչ որ մասեր sense ներս ընկնի, էլի։ Կարա կտանց պատկերացնենք փոցը նաև։ Okay, մեկ էլ մյուսը բրանին ֆունկցիան է։ Այս բրանինը այսպես մի հատ ֆունկցիա է, որը որ առաջի հայացքից ինչ որ ուղղակի օդում գտնվող բան է, նմանացնում, ոնց որ բռնել ենք մի հատ ինչ որ շորի կտոր վերև ենք գցել, մի հատ պայս բան ենք արել, նկարել ենք։ Ինքը ինչով է հետաքրքիր, իր հետքրքրությունը նրա մեջ է, որ ինքը sense ունի երկու կոնկրետ գագաթներ, որ ինձ որ գալու են գլորվելով ընկնելու ենք, բայց հետաքրքիրն է, որ ինքը ունի 3 հատ տարբեր բան, ձոր։ 3 տարբեր մաս կա, որ մի քիչ այս կողմից սկսենք, կընկնենք այստեղ, մի քիչ այս կողմից սկսենք, կընկնենք այստեղ, կընկնենք այստեղ, այս 3-ն էլ իրականում իրանից ներկայացնում են գլոբալ մինիմումներ։ Ամենտեղ նույն արժեքն է ու նույն ամենափոքր արժեքն է։ Իրա այսա այդքան էլ հարմար չի նայել, բայց կոնտուր պլոտը իր հետաքրքիր կլինի։ Կոնտուր պլոտը այսպես մի հատ բան է։ Այսինքն ստեղ տեսնում ենք, որ հանդեպ ստեղ աճում էր, ստեղ էլ էր աճում, այս էլ իր 3 բաներն են։ 3 ձորերն է։ Ու սա էլ հետաքրքիր է բանով, որ մի քիչ սկզբնակետը փոխում ես, ուրիշ տեղ է գլորվում ընկնում։ Նաև դրա համար է ինքը հետաքրքիր ֆունկցիա մեր համար։ Բայց լավ, հարցեր ես ամեն ինչից։ Okay. Գանք բանին, մի հատ քառակուսային ձևերի նորից գանք ու նայենք երկու դեպք։ Մի հատը, որտեղ որ սեփական արժեքների ամենամեծ ու ամենափոքր սեփական արժեքի հարաբերությունը մեծ է լինելու, այդ վատը։ Այդ դրան ոնց որ շատ հիվանդ դեպք է, դրան անվանում են ill condition։ Հիվանդ ձևով, ոչ վատ condition արած։ Ու մյուսիներ ասում են դա well conditioned, ու կնայենք մի հատ 1/2 100 x1 գումարած x քառակուսին։ Այսինքն պատկերացրեք, չէ, պարաբոլն է, բայց մի կողմից ոնց ահավոր ձգած է այն կողմ։ Իրան եթե ուզենանք բանով ներկայացնենք, որպես քառակուսային ձև, մեր q-ն պետք է լինի 100,0,0,1-ը, չէ, որ բռնենք x1 x2-ը բազմապատկենք սրանով, հետո x1 x2 տրանսպոզը բազմապատկենք, ստանանք այս բանաձևը։ Սա եթե կուզեք արագ փորձարկեք, բայց զուտ է սա։ Ու սրա սեփական արժեքներն 100 ու 1։ Այսինքն սրա condition number-ը լինում է 101, այսինքն 100։ Սա խայտարակ վայ շատ վատ դեպք է։ Մյուսն էլ գեղեցկագույն պարաբոլոիդն է մեր մոտ։ Այս եթե x տրանսպոզը բազմապատկենք սեփական մատրիցով մի հատ x-ով ու 1/2 մի հատ ունենք, այստեղ կունենանք ուղղակի 1/2 x1 գումարած x1-ի քառակուսի գումարած x2։ Այստեղ condition number-ը 1 է։ Ու գանք տեսնենք այս ամեն ինչի ազդեցությունները։ Նախ ոնց որ գրաֆիկներով եթե նայենք, այստեղ մեր մոտ էս մի հատն է, այսինքն սիրուն, սքանչելի ագույն պարաբոլոիդ, իսկ այս մյուսում նայեք սկի նույնիսկ չենք տեսնում մի խոսքով, այս մյուսը sense խայտարակ ձգած է այս մի կողմը։ Նայեք, ասենք իր եզրագիծն եմ ուզում նայել, բան, այս իր մակարդակի գիծն եմ ուզում նայեմ, այս կլորանալ իրար կպնելու մասը չի էլ երևում գրաֆիկի մեջ, այստեղ սաղ երևում է։ Նայենք իր մակարդակի գծերը, մեկինը sense սիրուն բանն է, մյուսինը սկզբում այսպես շատ ձգած օվալներ ու գնալով այնքան ավելի մոտիկ են իրար գալիս, այնքան ավելի քիչ է պետք գնալ ձախ, որ ֆունկցիայի արժեքը նույն չափով փոխվի, որ ուղղակի sense ինչ-որ բայց շագանակագույն է դառնում գրաֆիկս, էլի։ Եթե մի քիչ զում լինեմ, այսինքն ինչ-որ պատմություն է, էլի։
16-ից 17 գնալու համար մի քիչ այսքան էր պետք, 17-ից 18 այսքան, 20-ից 21 եւ այն, արդեն այնքան իրար մոտիկ են, մեր խեղճ պլոտին լավ չի կարամ գծի։ Մինչև ստեղ սաղ պարզ է ինչ է տեղ ունենում ժողովուրդ։ Okay։ Հիմա մի հատ հետարքիր կլին այլ gradient descent-ը ոնց կպահի իրանց տեղ։ Այսինքն թե բռնեմ ինչ-որ մի հատ նույն կետը վերցնեմ, ու այդ կետից ուզենամ տենց գնալ, բան, օպտիմիզացիա անելով գնամ, այսինքն gradient descent-ի մոտ սենց մի հատ պրոբլեմա գալու, որ ինքը gradient-ը բռնեց հաշվեց, ու հիմա ուզում եմ հասկանալ, թե որ ուղղությամբ ինչքան քայլ անի։ Պրոբլեմա գալու են, որ այս շատ կտրուկ կորացող ուղղությունը ուզելու է, որ իրանով որտեղ որ ասենց շատ կտրուկ փոփոխություն ենք ունենում, մենք կուզենք ասենց լավ արագ գանք թռնենք ստեղ, լավ արագ փոփոխվենք։ Այնտեղ որտեղ որ դանդաղ է փոփոխությունը գնում, չեմ մի վարքան թարս չասեմ հանկարծ, ոնց որ այս կետից դեպի ստեղ գալու համար արժեքների փոփոխությունը այս ուղղությամբ անտանելի ավելի մեծ է միշտ լինում։ Ամեն ինքը դառնում է շատ դոմինանտ ուղղություն։ Այդ դոմինանտ ուղղություն դառնալու պատճառով այս մի ուղղության ինքը գալիս սպանում է ուղղակի։ Այս ուղղության շարժվելու համար պետք է իր քայլը գրադիենտի էլ ավելի շատ մեծացնենք, որ ոնց որ բալանսի բերենք, այն որ այստեղ 100 անգամ ավելի մեծ է սեփական արժեքը, 100 անգամ ավելի արագ է կորանում, ինչպես չի 100 անգամ ավելի արագ կորանալը տենց խիստ մաթեմատիկական արտահայտություն է, բայց ինտուիտիվ պատկերացում ձևավորելու համար օքեյ է։ Իսկ մեզ պետք է գալու մի ձև իրան ստիպենք, որ այս ուղղությամբ քայլանել չմոռանա, մենակ այս ուղղությամբ չգնա, որտեղ դիսբալանս ունենք ուղղությունների միջև։ Իսկ ստեղ ինքը կարա շատ սիրուն անկյունագծով իջնելով գնա։ Ու եթե իրոք մի հատ աշխատացնենք gradient descent իր վրա, ամենից հասարակ տարբերակով gradient descent, առանց ինչ-որ բանի։ Gradient-ը հաշվում ենք, արժեքը փոխում ենք ըստ մի հատ ինչ-որ բանի։ Learning rate, step size անգամ gradient ուղղությամբ գնում ենք, այսպես մի հատ պատկեր է գալու։ Այս լավ դեպքում ինքը 51 իտերացիա, բայց դեպքում գալիս է սիրուն անկյունագծով գլորվելով գալիս հասնում է այս մեր ուղղած կետին։ Այստեղ ինչ է տեղի ունենում։ Այստեղ ինքը առաջի իտերացիայում լրիվ sense գլորվեց գնաց իրեն իր խայտարակ ծողված ուղղությամբ, եկավ ընկավ 0 ու բան, մյուս կետ, այսինքն այս ճիշտ 0-ն գտավ, մի իտերացիա հետո գտավ վրաց։ Հիմա պետք է գա ու հասնի այս մյուս ուղղությամբ շարժվելով գնա, բայց այս ուղղությամբ այնքան դանդաղ է գնում, որտեղ գրադիենտի մեջ այս ուղղությունը այնքան չնչին է, որ սաղ այս 100 իտերացիայի ասարաների, 100 իտերացիան գնում է ասես ծիպուկներով իր պստիկ, լավ հեռու է մնում է 0-ից։ Համար ոնց որ որպես բուտմատի օրենք condition number-ը ինչքան մեկին մոտիկ է, այդքան օպտիմիզացիան ավելի հաճելի է։ Այդ condition number-ը լավ արագ մեզ օգնում է հասկանալ, թե ինչքան գլխացավ ենք ունենալ օպտիմիզացիայի ժամանակ։ Կան մոտեցումներ, որ օրինակ այս learning rate-ը, թե gradient-ին ինչով բազմապատկենք, ոչ թե ասենք 0.1 անգամ gradient, այլ ասենք մի հատ վեկտոր վերցնենք, ամեն ուղղություն իր քայլի չափը ունենա, այդ քայլի չափը կապում են condition number-ի հետ։ Ու ընդհանրապես ինչքան իտերացիա է պետք զուգամիտության համար, դա էլ է ուժեղ կախված բանից, condition number-ից։ Նույնիսկ այնպես բանաձևական մոտեցումներ կան, էլի, որ հաշվես ըստ condition number-ի քանի իտերացիա է պետք լինելու։ Բայց հա, մի խոսքով, ուզում եի այնպես condition number-ը լավ գլխում տպվի մեր մոտ։ Հարցեր ես ամեն ինչից, մինչև ստեղ ժողովուրդ։ Դե օքեյ, հետ գանք սլայդերին այդ դեպքում։ Այս կոդը էլի նույն օպտիմի ֆոլդերի մեջ է լինելու, ժողովուրդ։ Որ մեկներ սա չեմ։ Ու ժողովուրդ, մի հատ էլ եթե ակցենտ դնենք, քառակուսային ձևերի համար ենք այս ամեն ինչը ստեղ նայում, բայց բան, հիշենք, որ ոնց որ մի հատ լավ ընկեր ունենք, Taylor անունով, որը որ մեզ տալիս է քառակուսային մոտարկում ֆունկցիաների, որը մենք օպտիմում շատ ենք սիրում օգտագործել։ Դրա համար այս քառակուսայինները լավ ուսումնասիրելը օգտակար է, որտեղ չքառակուսայինները կարող քառակուսայիններով մոտարկենք ինչ-որ լոկալ տիրույթների մեջ։
ու բավականին լավ են նաև իրականում մոտարկում, եթե տենց կրկնակի ողորկ ֆունկցիա ունեն, շատ լավ մոտարկում է։ Հարցեր ես ամենից մի հատ լավ մտածեք։ Թեյլորի մասով միատեկը բացատրեք, ինչի համար էր լավ Թեյլորի բանաձևը։ Հա, Թեյլորը ինքը շատ լավ մոտարկում էր բանով։ Ինչ որ տված ֆունկցիա որ ունենք կոնկրետ կետում, այդ կետի շրջակայքում ինքը շատ լավ իրան մոտարկում էր բանով, բազմաթամային ֆունկցիայով։ Այսինքն եկել են տալիս են y-ի x-ը, ինքը շատ լավ բանաձև էր գտնում, սենց x բաժանած 1 գումարած x քառակուսի կես, այդտեղ ինչ որ բաներ սխալ եմ գրում հաստատ, բայց մի խոսքով։ Ֆունկցիային շատ լավ թույլ էր տալիս ֆունկցիայի հետ աշխատելու փոխարեն տալիս էր մեզ մի հատ բազմանդամ, որի հետ որ կարանք աշխատենք ու ինքը շատ նման կլինի մեր հենց ֆունկցիային։ Իսկ բազմանդամները ֆանտաստիկ են։ Բազմանդամներին շատ հեշտ է ծանցել, ինտեգրել, ինչ գործ ուզում ենք անենք բազմանդամների հետ ուղղակի տենց գերագույն հաճույք է անել, էլի։ Դրա համար բազմանդամներին ուսումնասիրելը օգտակար է այն առումով, որ բազմանդամներին ուսումնասիրած ամեն ինչը կարանք փոխանցենք ֆունկցիային, եթե ուղղակի փորձենք գտնել մի հատ բանաձևով իր բանը, մոտարկումը բազմաթամային։ Իսկ այս մոտարկումը հենց ոնց է ստացվում, այս երևի հողում կանեմ մեր նախորդ դասերին կամ Triblu Van Braun-ի վիդեոին։ Եթե կարծ իդեան նա, որ ասում է, դե ֆունկցիա ունեմ, ուզում եմ բազմաթամով մոտարկեմ ինչ որ կետում, ասում է դե արի նենց անենք, որ գոնե այդ կետում ածանցյալը բռնի, այդ կետում արժեքը նույնը լինի։ Իսկ կոնկրետ կետում նույն արժեքը ընդունի։ Հետո մեկը եթե աճում է, մյուսն է աճի։ Այսինքն փոփոխվելու արագությունը բռնի, գրադիենտը, ածանցյալը բռնի։ Հետո եթե մեկը կորա, մյուսն է թոկոր լինի։ Այդտենց հերթով մի աստիճան բարձրանալով մոտարկում ենք ստանում։ Բայց հա չգիտեմ, նորմալ էր։ Ես մի քիչ շատ արագ էր էլի Թեյլորի համար իհարկե, եթե անծանոթ է Թեյլորը։ Ցանկացած։ Հա, հասկանալի էր։ Շատ բարի։ Էլ ինչ էր ցանկացած, հա, ժողովուրդ։ Լավ։ Մեկ էլ ամբողջականության համար, քանի տենց ուզում ենք բացեր լրացնենք, սենց ասած, եկեք սահմանենք բանի պայմանը, առաջին պայմանը ուռուցիկության, կասենք, որ f-ը խիստ կամ առանց խիստի ուռուցիկ է, եթե ինչ որ մի հատ x-y ենք վերցնում, ստեղ եթե ցանկացած y-ի արժեք իր ավելի մեծ հավասար է լինելու, քան fx գումարած այստեղ գրադիենտ fx գումարած y մինուս x, ոնց որ իր Թեյլորի առաջի կարգի մոտարկումը ասած ասած, կամ այլ կերպ ասած, ուռուցիկ լինելու համար ինքը պետք է ինչ որ կետում իր գրադիենտից ավելի վերև լինի։ Եթե այստեղ գար ինչ որ պայի իջներ, իր ուռուցիկությունն էլ չէ գմփալով։ Կարենք գանք այդտեղ որտեղ որ գրադիենտի գծից իջել է, վերցնենք այսպես անցկացնենք, կստացվեր որ միշտ չի։ Այսպես վերևի գծից ներքև։ Այսինքն մի քիչ համատություն տանելու համար ուռուցիկությունը հիմնականում ասում ենք վերցնում ենք ցանկացած երկու կետ, միացնում ենք, ասում ենք սրա տակը պետքա լինի։ Հիմա ասում ենք այս կետում եթե ուզում ենք ուռուցիկ լինի, այս կետից գրադիենտն ենք տանում ու ասում ենք իրանից վերև եղի։ Այդ ներքև վերևը չժբոթելու համար։ Ու խիստը ուղղակի առանց հավասարի նշանին նա ամեն ինչ է, էլի։ Հարցեր։ Այո, այս առաջի կարգերը, որտեղ մենակ գրադիենտից ենք օգտվում, հեշանից օգտվելու համար գալիս ենք երկրորդ կարգի բանին, նշանակմանը։ Այստեղ, հա, որպես հիշեցնում positive semi-definite, այսինքն v-ը av-ն մեծազրոյից, այն ուղղակի մատրիցին գրկեցինք վեկտորներով բազմապատկեցինք երկու կողմից։ Հիմա այդ հեշանից օգտագործելով կասենք, որ f-ը խիստ ուռուցիկ է, եթե իր հեշյանը դրական կիսավորոշել է, ու խիստ ուռուցիկ է, եթե դրական որոշել է, առանց կիսայի։ Ու նաև, քանի որ ունենք այն, որ դրական որոշյալը նույնն է, ինչ դրական սեփական արժեքներ, ու նաև այնտեղ դետերմինանտներով բաննել ունենք, չէ՞, մեկը մեկի դետերմինանտ, երկուսը երկուսի, սա էլ սիրուն կպնում է, երբ որ հիշում ենք դետերմինանտը սեփական արժեքների արտարյալն, ասենց լիքը բան իրար սիրուն հավես կպնում է, այս ամեն ինչին անվանում են Սիլվեստրի հայտանիշ, եթե ինչ-որ մեկ ուզում ավելի խորը նայի
Բայց հա, երկրորդ պայմանն էլ դա է։ Սա դասի սկզբում էլ մի թեթև նայեցինք։ Այդ կոնկրետ օրինակ եթե դիտարկենք, ունենք այս x1 գումարած x2 մինուս 2x1 x2-ը, x1 մինուս x2 քառակուսին։ Իր գրադիենտը լինելու էր 2x1 մինուս 2x2, 2x2 մինուս 2x1, հերշյանը համապատասխանաբար 2 մինուս 2 մինուս 2, 2, ստեղ կարանք համ գրադիենտներով հաշվելով գնանք, դրական, սա 2, n-ը 4 պլյուս 4, 8, երկուսն է դրական եղան, մինորները։ Կամ նաև ըստ սամաման ուղղակի եթե նայենք, եթե այսպես բազում պատկելով գնանք, ստանանք, որ սա էլ է դրական որոշյալ, այսքան այս ֆունկցիան մեր մոտ ուռուցիկ, նեղություն, նույնիսկ այլ ասել խիստ ուռուցիկ ֆունկցիա է։ Հարցեր այս ուռուցիկությունից ժողովուրդ։ Նրա, հիմա օպտիմալությանը գանք։ Օպտիմալության առաջի պայմանը դեպ սա էլ անցել ենք իրականում, բայց կրկնենք չի խանգարի, ամել ուրիշ սլայդերով։ Առաջի կարգի օպտիմալության պայմանը ասում է, որ պետք է ինչ-որ x կետում գրադիենտը լինի 0, ու իրան անվանում ենք ստացիոն։ Սա իհարկե բավարար չի, ժողովուրդ։ Ինչ-որ լիքը օրինակներ ունենք, այդ մեր միաչափի սիրած x խորանարդի օրինակով, x 0-ում ատենցիալը 0 է, բայց այդ չի նշանակում ինքը մինիմումը կամ մաքսիմումը։ Սա բավարար չի, բայց պարտադիր է։ Բոլոր ստացիոնար կետերը չեն, որ օպտիմում են, բայց բոլոր օպտիմումները ստացիոնար կետ են։ Երկրորդ կարգի պայմանը որն է, ասում ենք այդ ստացիոնար կետը որ կա, այդ որ վերցրել ենք։ Հիշում եք ոնց է որ միաչափի դեպքում ասում ենք ինչ որ կետ որ վերցնում ենք, եթե ուզում ենք լոկալ մինիմում լինի, մի հատ նախ կրիտիկական կետերն են գտնում, որտեղ որ հավասար է 0, ինչ որ x1, x2 եւ այն ստացում։ Հետո այդ բոլոր կետերի համար ստուգում ենք իր բանը։ Երկրորդ կարգի ատենցիալը, երկրորդ կարգի ատենցիալի նշանը։ Այդտեղ նույն բանն է։ Երկրորդ կարգի ատենցիալ, նույն ինքը հեշյան, նշան։ Նույն ինքը դրական իսկ որոշյալ, չորոշյալ, կիսավորոշյալ, տուդի, սուդի։ Ուհա, ու սրանք կարանք մեկնաբանենք, որ ինչ որ f կետում, ինչ որ լոկալ օպտիմումի կետում կորությունը ֆունկցիայի կամ բոլոր ուղղություններով դրական է, այսինքն ամենտեղ վերև է գնում, կամ բոլոր ուղղություններով բացասական։ Եթե միտեղ դրական է, միտեղ բացասական է, խնդրեմ, միանգամից արդեն ստացանք մեր համար բան։ Ամեն ինչը։ Ստացանք ուղղակի ստացիոնար կետ ու վերջ։ Իսկն միտեղ լամդան դրական լինի, միտեղ բացասական լինի, մատրիցը լինելու է indefinite, անորոշ։ Ահա, մի քանի փոճուր նշում, ուռուցիկ ֆունկցիաների համար ցանկացած լոկալ մինիմում նաև գլոբալ է, խիստ ուռուցիկի դեպքում f-ը ունի ամենաշատը մի հատ լոկալ մինիմում, ու այդ կլինի ոնց որ յուրահատուկ օպտիմում, յուրահատուկ մինիմում էսի համար։ Ուստեղ ինչ ենք տեսնում, սա արդեն մեզ ծանոթ կոնտուր պլոտերն են, սա իսկն եվիս գումեք չէ, որ արդեն ուղղակի պարաբոլոիդի նման ձգած պարաբոլոիդա մի քիչ է պտտած, այսպես մի հատ ինչ-որ ֆունկցիա է։ Սա մեր մոտ ձախից այստեղ իր երկու սեփական արժեքն էլ դրական են, համ այս ուղղությամբ, համ այս ուղղությամբ, համ այս ուղղությամբ։ Այս մեկը մեր մոտ որ տեսնում ենք այսպես միտեղ այս երկու մասում արժեքները նույնն է, այս երկու մասում արժեքները նույնն է, նշանակում է ինչ որ այստեղից այստեղ անցնելուց եկել արժեքը նվազել է, հետո ստեղ գալուց հետ աճել է, ստեղ գալուց նվազել է, աճել է, նվազել է, ասենց ինչ որ ռոմբիկոտ բաներ է ստեղ։ Հեչ ռոմբիկ չէր, բայց հա։ Այսինքն ինչ որ պատկեր ենք ունենում։ Ու ստեղ սա մի հատ իր մի սեփական արժեքը դրական է, մեկը բացասական։ Ահա։ Իսկ այս մեկը որտեղ որ sense զուգահեռ են կամ կարելի ասել համարյա զուգահեռ են, սա դեպքն նրա, որտեղ որ մեկը դրական է, ես ուղղությամբ աճեց։ Մեկը ուղղակի 0 է, սեփական արժեքը իրը։ Իսկ ինչքան արագ է կորանում, ընդհանրապես չի կորանում։ Ահա։ Որպես մի հատ ուղղակի հաստատելու տարբերակ, այս մեր բրանին ֆունկցիան
այս 3 կետում եթե նայենք, իր սեփական արժեքները թվաբանորեն հաշվեն, բայց սպիտակով սպիտակի վրա եմ գրում։ Ամենալավ օրինակներից սերտակս ցույց տալու։ Այս 3 կետում, որ հիմա էլ կապուտի վրա եմ գրում։ Այս 3 կետում, եթե անալիտիկ կերպով իր սեփական վեկտոր արժեքները հաշվենք, կտեսնենք, որ բոլոր տեղերը իրոք դրական են լինում իրան։ Եվ այսքանով վերջացավ իմ այսօրվա նյութը։ Մտածել էի, որ արագ տևի, բայց չի մտածել, որ մի ժամ կտևի, մտածել էի տենց մի ժամ ու կես։ Ոնց որ սիրով համեցեք հարցեր, ժողովուրդ։ Չկա, սկսկի մի հատ չկա, սաղ պարզ էր, ոնց կարա սաղ պարզ լինի։ Ինչ-որ բաներ հաստատ այդքան ակնհայտ չէին։ Ես մեկ էլ երևի զգացել եք, բայց օպտիմ առաջի անգամ եմ դասընթացի մեջ անում։ Ոնց որ ինչ-որ բաներ իրոք լավ չի բացատրվել, ոնց որ համեցեք, եթե հարցեր կան։ Նես չի ուրիշ բաները, որ առաջի անգամ չեմ անում, ուրեմն սաղ լավ է, բայց ուղղակի ես ոնց որ ինչ-որ չափով թազա տերիտորիա եմ համար, էլի։ Ուրիշ բաներում լավ գիտեմ ինչն է դժվարանում մարդկանց, այստեղ մոտավոր գիտեմ։ Այդ ջան, ես մի հարց տամ, էլի, այդ մեքենական ուսուցման հետ ոնց է սա առնչվում։ Օրինակ, այս ամեն ինչ, որ մենք դուք բացատրում եք, ոնց եք մտցնում կամ զուգահեռ անցկացնում դրա հետ։ Այս տենց շոշափելի ինչ-որ մի բանի վրա կարակ տեսնենք։ Սենց թեորապես ոնց որ մի հատ էլ որ նայենք, երևի թե ավելի բան կլինի, բայց ուզում հասկանամ ոնց է հետո էդի տենց մտնում մեքենական ուսուցման մեջ։ Ոնց որ մեքենական ուսուցման մեջ կարամ մի հատ դրա համար է սլայդ բացամ իրականում, երևի տենց ավելի լավ կլինի։ Ինձ թվում է չունեմ այդ սլայդը ստեղ, ուրիշ ֆայլի մեջ էր։ Մի հատ եթե մի քիչ թազա տերմիններ ենք խոսալու, բայց եթե նայենք ընդհանուր կառուցվածքը ոնց է հիմնականում բանի, օպտիմիզացիայի խնդրի, ներողություն մեքենական ուսուցման խնդրի շատ դեպքերում ոնց է կառուցվածքը իրա։ Մեքենական ուսուցման մեջ մենք ուզում ենք մեր սխալանքը, որ ինչ-որ բան ուզում ենք գուշակենք, այդ սխալանքը ուզում ենք մինիմիզացնենք ինչքան հնարավոր է, իսկ մինիմիզացնելը շատ հաճախ արվում է օպտիմիզացիայի ալգորիթմների միջոցով։ Դա համար մենք ուսումնասիրում ենք, թե ինչ բան են, թե ոնց աշխատել օպտիմիզացիայի ալգորիթմների հետ։ Օրինակի համար ունենք այս կետերը, ուզում ենք գտնենք լավագույն գիծը, որ իրենց կմոտարկի, այս օրինակը մի էլի բերել եմ, հույս ունեմ չեք զզվել այս օրինակից շատ, բայց այդ անելու համար, եթե գիծ ենք ուզում գտնենք, այդ գիծը ունենալու է ինչ-որ պարամետրեր, թետա։ Ու ինչ-որ կոնկրետ կետի համար պետք է թետա անգամ x բանենք, հաշվենք, որ բան ինչ-որ fx-ը հավասար է kx ֆունկցիա ունենանք, ուղղակի տեղադրենք x-ը, կան գիտենք, գտնենք։ Հիմա բայց ասենց անենք, նայենք իրական արժեքը ինչ է եղել, ուզենանք այս իրական արժեքին ինչքան հնարավոր մոտիկ լինենք։ Այսինքն նայենք օրինակ տարբերությունը այս հուշակածի ու իրականի, քառակուսի բարձրացնենք, որ քառակուսի չբարձրացնենք, ոնց որ սենս ծուրը կգան իրար կուտեն, կդառնան 0, այդ մենք չենք ուզում։ Թե ինչի հենց քառակուսի բարձրացնել ոչ թե բացարձակ արժեք տուդի-սուդի, այդ հետո կնայենք։ Բայց ունենք սենց ինչ-որ ֆունկցիա։ Ընդ որում քառակուսային ֆունկցիա, չէ՞, մենք եք ակրած քառակուսային ձևեր ենք բզբզում այսքան։ Ու սա իրոք ոնց որ L2 լոս կոչվածն է, որը որ հազար մի խնդրում փորձում ենք մինիմիզացնել։ Հիմա սրան մինիմիզացնելու համար, այսինքն լավագույն թետա պարամետրը գտնելու համար, մեր մոտ գալու է խնդիր։ Գտի այս ֆունկցիայի մինիմումը։ Հիմա սա երբեմն անալիտիկորեն ստացվելու է հաշվել։ Սա էլ մաթեմի ժամանակ թեթև նայելու։ Բայց միշտ չի։ Շատ հաճախ չի ստացվելու։ Սրան անվանելու ենք մենք ռիսկ ու ռիսկի մինիմիզացիան, ճիշտ էմպիրիկ ռիսկի մինիմիզացիա, որտեղ տվյալների հիմքով է արվում։ Ինքը մեր մոտ ավանդական խնդիր է դառնում։ Ու շատ հաճախ ոնց որ ռեցեպտը եթե նայենք ML խնդրի, ասենց է լինում։ Ունենք ինչ-որ հիփոթեզների տարածություն, այդ է նա թե ինչ ֆունկցիաներ ենք դիտարկում։ Օրինակ դիտարկում ենք բոլոր fx-ը հավասար է kx տեսքի ֆունկցիաները, կամ fx-ը հավասար է kx + b տեսքի ֆունկցիաները։ Այսինքն սահմանում ենք, թե քանի պարամետրանոց տարածություն ունենք։ Հիմա այդ մեր հիփոթեզների տարածությունը մի դեպքում լինելու է բոլոր բոլոր kx-երը, որտեղ որ կան ինչ-որ իրական թիվը, մյուս դեպքում
այս մեր տարածությունը լինելու է երկչափ։ Նայելու ենք այդ ներողություն հիպոթեզների տարածությունն ունենալու, բայց դիտարկի փորձում ենք գտնել բոլոր K ու B-երը լավագույն։ Սահմանալու ենք, թե ինչ ֆունկցիա ենք դիտարկում։ Հետո սահմանալու ենք, թե ոնց ենք ուզում գնահատենք, թե այդ ֆունկցիան ինչքան վատ է գուշակել։ Այդ լինելու է օրինակ այնտեղ բինարի դեպքում կհիշեք, նայում ենք y log y ներողություն log գուշակություն պետք է ստեղծի ոչ թե y։ Կամ չէ լավ, սրան իրականում շատ քիչ ենք առնչվել բանի մաթեմի կտորում։ Եկեք շարունակենք բանով y - fx-ի քառակուսիով շարունակենք։ Սա մինիմիզացնելու ենք, փորձելու ենք մինիմիզացնել։ Այստեղ մի հատ էլ երրորդ կոմպոնենտ կա ավանդական խնդրի, որը որ հետո կանցնենք, չնայած էլի հանրի ժամանակ թեթև իրան առնչվել ենք, որ ուզում էինք պատժեինք մեծ պարամետրերի արժեքները ռեգուլարիզացիայի գաղափարով։ Բայց մեծամասամբ, եթե սրա մասին դեռ մոռանանք, ML-ը հավասար է ընտրել ինչ ֆունկցիաներ ենք դիտարկում, ընտրել այդ ֆունկցիաներից ստացած գուշակությունը ոնց ենք չափում, ինչքանով է լավը, ու դա օպտիմիզացնել։ Այսինքն, այս մեր սաղ օպտիմիզացիան, որ նայում ենք, ինքը ML-ի ռեցեպտի հիմնական կտորն է։ Մոտավորապես այդտենց մի հատ կապ։ Թեխի ենք նայում քառակուսային ձևեր, որովհետև քառակուսային ֆունկցիաների հետ աշխատելու օգտակար է լինում։ Թեխի ենք նայելու հետագայում ինչ-որ բաներ, որոնք որ ածանցյալ չունեն, որովհետև սյուժետներ է լինելու, որտեղ որ ֆունկցիաների հետ ենք աշխատելու, որոնք չունեն իրոք ածանցյալ։ Հիմնականում ու հատկապես այս կուրսը նենց է գծած, որ համարյա ամեն ինչը այս կուրսը ոնց որ ես ծրել եմ մեր որտեղ որ սովորում եմ այդ համալսարանի բանից։ Օպտիմիզացիան մեխանիկական ուսուցման մեջ կուրսից եմ ծրել հիմնականում ամեն ինչ։ Հեսա optimization in machine learning։ Մեծամասամբ իրոք ամեն ինչ փորձելու ենք փորձել պահել մոտ մեխանիկական ուսուցմանը։ Երբեմն եթե մի քիչ շեղվենք լինելու այն պատճառով, որ դե ափսոս է օպտիմ ենք անում, էլ չենք պլանավորում sense դասընթաց անել, եկեք միանգամից ասել ծածկենք, թող դա լինի սկզբունքով։ Բայց մեծամասամբ ոնց որ սա ML-ից եկած խնդիրներով է լինելու ու իրականում այս հարցը շատ լավ հարց է, եթե հետագայում էլ ինչ-որ բան անցնենք ու ձեզ մտածեք, բա սա ML-ի հետ ինչ կապ ունի ընդհանրապես, համեցեք։ Այդ ոնց որ շատ լավ հարց կլինի, շատ ուրախ կլինեմ քննարկել ու իրականում լավ կանեմ միանգամից ավելի շատ ես նշեմ հենց լեկցիայի մեջ։ Բայց հա, մոտավորապես sense ինչ որ ցանկացած հարց նշում կամ ինչ-որ բան։ Հա, ես մի բան էլ ասեմ հարցնեմ էլի, իսկ ես այսքան էլ լրիվ հասկացա, բայց այդ կոնտուր պլոտները, այդ ամեն ինչ որ այսօր բացատրվում է, ոնց է առնչվում։ Ոնց ենք դրա միջոցով գալու սրան։ Չգիտեմ, ուզում եմ այդ կապը հասկանամ, էլի, այսօրվա այս ամբողջ անցած բացատրված դասի ու այդ խնդրի, որ հենց դիտարկվեց։ Հա, ոնց որ այդ կոնտուր պլոտը մեր մոտ որպես ուսումնասիրության գործիք է, ասենց ասած լինելու, էլի։ Օրինակի համար հետագայում երբ որ պետքա սովորենք, թե ռեգուլարիզացիա ասված օրինակ ինչ կապ ունի բանի հետ, սխալանքը ու ինչքան պատժել մոդելին տտ, այդտեղ գաղափարներ հասկանալու համար մենք կոնտուր պլոտեր ենք գծելու։ Հենց կոնկրետ բուն ML-ի գործ անելուց երբեմն առնչվելու ենք երկչափ ֆունկցիաներին, ու այդ երկչափ ֆունկցիաների հետ գործ անելուց իրանց որ եռաչափ չգծենք, օրինակ հոդված հրապարակելուց եռաչափը չենք կարող տրամադրենք, բայց ցանկացած տեղ որտեղ երկու պարամետր ունենք ու ինչ որ արժեք իրենցից կախված, կոնտուր պլոտ ենք գծելու։ Ու կոնտուր պլոտն ենք ուրիշներին ցույց տալու ու մենք ինքներս կարդալու։ Այսինքն սա մի քիչ դժվար է ասել այն տեսանկյունից, թե մեզ ինչի համար է պետք ML-ի մեջ, որտեղ ինքը տենց ուղղակի ֆունդամենտալ գործիք է, որ տարբեր տեղը կօգտագործենք, էլի, ոնց որ ասենք մաթեմում ածանցյալը ինչի համար է պետք։ Կարող ենք ինչ-որ սպეციფიկ օրինակներ դիտարկենք, բայց այնքան պետքական բան է ածանցյալը, որ կարող ենք ասենք, թե միշտ էլ պետք է, էլի, միշտ էլ կարող է կարիքը զգացվի իր։ Չգիտեմ, ինչ-որ գուցե ցրողական լինի sense պատասխանը, բայց իրոք ոնց որ երկչափ ֆունկցիաներ լիքը տեղ ունենք, երկչափ ֆունկցիաները նայելու համար կոնտուր պլոտ ենք մենք ուզում օգտագործել։ Ու նաև լիքը տեսություն ավելի հասկանալի է դառնում, եթե կոնտուր պլոտերը մտքում պահած ունենք, էլի։ Ես մի բան էլ հարցնեմ, ուզում եի հասկանալ այդ dimension reduction կար, չէ՞, այդ բարձր չափան ինքը դրա միջոցով է գալիս ավելի ցածր չափողականության, թե ես սխալվում եմ։ Հա, չէ, այդ ոնց որ մի քիչ լրիվ ուրիշ բան է, սա ոնց որ
որպես այդպեսին թազա գաղափարել չի սենց ասած էլի, ոչ որ գործիք չի, որ կարանք օգտագործենք, սա ուղղակի ուզում ենք տենանք ֆունկցիան, գծում նայում ենք, էլի, այսինքն ինքը մեզ դրանից զատ ինչ որ օգուտ չի տալիս, ասենք ածանցյալը ածանցում ենք, իմանում ենք արագությունը ոնց է, կոնտուր պլոտը, որ գծում ենք, ուղղակի կարողանում ենք գլուխ հանենք ֆունկցիան ինչ տեսք ունի, էլի, դրա համար ասենք կոնտուր պլոտ օգտագործելով ոչ մի բան չենք կարող ստանանք, կոնտուր պլոտը ոնց որ ֆունկցիային գնանք, ոնց որ կամերան հանենք, ֆունկցիան նկարենք, այդ նկարելուց օգուտ չստացանք, չէ՞, ստացանք նկար, որը մեզ կարող օգտակար լինի, բայց ինքն իրանով այդ ապարատը նկարելուց թազա բան դուրս չեկավ, չէ՞։ Մոտավորապես Հա, ես այդ հասկացա, ուղղակի այդ լյամդաներից խոսացիք, ինքը այդ սեփական արժեքներով էր, չէ՞, եթե ես չեմ սխալվում, այդ dimensional reduction, որ անում էին, այդ սեփական արժեքներով չեն անում, ուզում եմ հասկանամ, այդ նույն գաղափարի մեջ չի տեղավորվում ինքը, թե ես սխալ եմ։ ոնց որ առնվազն իմ իմանալով միակ կապը զուտենա, որ երկուսն էլ սեփական արժեք են օգտագործում, էլի։ Այն մեկը այժմ մեծ փոքրն էլ է մի քիչ գաղափարական նմանություն, որովհետև այդ մի հատ տարբերակ dimensional reduction-ով այդ singular value decomposition անելն է, որտեղ ունենում ենք մի հատ մատրից, որտեղ որ sense բան սեփակ վեկտորներն են շարված, մի հատ մատրից էլ անկյունագծային սեփական արժեքներն են շարված, ու այս սեփական արժեքները սորտավորված եթե վերցնենք նայենք, ամենամեծ սեփական արժեքը ասում են ամենակրիտիկական կարևոր ուղղությունը որն է մեր մոտ։ Երկրորդը ասում է երկրորդ ամենամեծը որն է, եթե գիտենք առաջինը սա ենք վերցրել։ Այս փորձում է օրթոգոնալ ուղղություններով ինչքան նորա քիչ բան օգտագործելով, ինֆորմացիա օգտագործելով, օրինակ այս կետերը ունենք, բռնենք, ասենք, եկեք ուղղակի նայենք այս գիծը ու իր վրա պրոյեկտենք, այս միաչափով մոտավորապես պահպանվելու է այս կետերի իրար համադիրքերը, երկրորդ չափողացիոն կարիք չկա։ Երկու բանն էլ ֆունդամենտում օգտագործում են սեփական արժեք, սեփական վեկտորը։ Երկու բանում էլ ամենտեղ էլ ամենամեծ սեփական արժեքը իրանից կարևոր բան է ներկայացնում։ Բայց այստեղ ոնց որ կապը ավելի շատ նրա պատճառով է, որ ոնց որ սեփական արժեքն էլ իր հերթին էլի շատ ֆունդամենտալ կարևոր բան է, էլի։ Շատ կոպիտ, շատ չափազանցված համատություն եթե ասենք, ոնց որ ասենք բան։ Ինչ օրինակ կարելի ասել, չգիտեմ, չայը, պանիրը նույն բանն են, որովհետև երկուսն էլ ատոմներից են։ Այդ մի քիչ պերեբոր շատ չափազանցած ասեցի կապի տեսանկյունից, ուղղակի ուզում եմ ակցենտը դնեմ, թե ինչքան ատոմի կարգի կարևոր բաներ են, էլի, այդ սեփական արժեք վեկտորները, էլի։ Քեշ։ Հա, մերսի շատ, ուղղակի, երբ որ ես մի քիչ ծանոթացել էի այդ սեփական արժեքներով, երբ որ այդ չափողականությունը իջացնում էին, հա, տեսականորեն հասկանում եմ, բայց բանով չէի հասկանում, թե ինչի է հենց այդ բաներով էլի որոշվում սեփական արժեքներով։ Օրինակ, որ դուք այսօր խոսում եք այդ ուղղությունների այդ կտրուկ աճի բանի պահով, իմ համար մի քիչ ինքը ավելի ոնց որ շոշափելի դարձավ, էլի, քան զուտ տեսականորեն, երբ որ բռնում ուղղակի այտենց հաշվում էին ու գնում էին առաջ, էլի։ Դա համար մերսի շատ։ Հա, շատ ուրախ եմ լսել, ու հա, այդ բանը ես եմ դες լավ ուշ զգացել էլի, այդ սեփական արժեքը իրականում ինչա շատ ցույց տալիս էլի, բայց հա իրենք իրոք ոնց որ այդ էությունը, որ գծային ձևափոխություն են անում, իրենց 1000 տարի հետարքիր չի, իրենք իրենց ուղղությունը չեն փոխում, որ այտենց վեկտոր լինելը իրականում նշանակում է շատ հզոր վեկտոր լինել էլի, որը որ լիքը բան կարա հետո մեզ պատմի։ Այդպես է։ Էլ ինչ որ ցանկացած հարց ժողովուրդ, մոտ լավ մտածեք։ Դե օքեյ, շատ բարի։ Հաջորդ դասին արդեն կանցնենք կոնկրետ gradient descent-ը անալիզից էլ ասել ենք, անալիզից էլ ինչ-որ բան խոսացել ենք, բայց կանցնենք արդեն մի քիչ ավելի մանրամասն իրան դիտարկելուն ու մի քիչ ավելի անհատական մոտենալուն ուղղության հարցին ու բանի հարցին, քայլի չափի հարցին։ Ու հա, 5 շաբթ որ ասել էի կարող մեկը 4 շաբթի անենք, մեկը 5 շաբթի, դա խաբել էի, այժմ սխալ էի ասել, այժմ կարող եմ պնդում եմ ճիշտ է, բայց մի խոսքով վաղը դաս չունենք, վաղը չեմ կարողանա բան անել, փոխարենը ուղղակի սովորական շաբաթ օրով կանենք,
Շաբաթօրներ չէ՞ մեր դեֆոլտ օրը ոչ թե կիրակին։ Կիրակին արդեն մի քիչ մոռացել եմ, բայց մի խոսքով Կիրակին էր, կիրակին բայց է ոնց որ թե պետքա փոփոխվեր, հա։ հա, ճիշտ փոփոխված դեֆոլտն է շաբաթը, հա, ճիշտ է, մերսի։ Շաբաթ օրը կանենք 10-ը, ժամի հետ կապված կգրեմ, ու հա, հաջորդ դասը կրկին տեսություն կլինի, այսօրվա դասը ոնց որ օգնող բաներ է, էլի, հենց նենց բան չի, որ բռնենք հենց իրա վրա վարժվենք։ Այ հաջորդ դասից հետո արդեն մի հատ գործնական անենք։ Ու հա, մինչև 5-ը հաշվեմ, եթե հարց չլինի, արդեն շաբաշ։ 1, 2, 3, 4, 5։ Դե բարի ժողովուրդ, ապրեք որ միացաք, ձեզ լավ օրվա ավարտ ու կհանդիպենք։ Հա, Մերսի շատ։ մեկ էլ տնայինի հետ կապված ինչ որ տենց զբաղվելու բաներ թեթև կդնեմ, բայց հենց ուղղակի զբաղվելու էլի, տենց շատ տենց վաու մեծ կարևորության չի լինելու, էլի, հաջորդ դասերից հետո տնայինները ավելի առաջնային կլինեն։ Ու հա, դե հաջողներ, առայժմ, Առայժմ։ հաջողություն։